մեր հնդկա ձավարով, հնդկա ցորենով ուտեստը պատրաստ է, հիմա կփորձենք, տեսնենք ինչ համի է, ես էլ ձեր նման չգիտեմ ինչ համ է, որովհետև ոնց որ ասեցի, ամեն անգամ իմ մոտ նոր ռեցեպտ է, ամբողջ կյանքիս մեջ պատրաստել եմ ամեն անգամ մենակ կացկացում եմ պղպեղը շատ կծու չլինի, բարի ախորժակ ինձ, բուրմունքը ինքան ուժեղ է այդ բադյանի ու մնացած ամեմունքների, որ չգիտեմ ոնց նկարագրեմ, ու եթե ինքներդ պատրաստեք, կհամոզվեք, ու եթե ստացվի, խնդրում եմ մի փոքր հատված նկարահանեք կամ նկարեք կոմենտարյանների բաժնում, որ համոզված լինեմ ինչ որ մեկին օգտակար եմ եղել, հիմա փորձեմ Այ, գիտեք էս ում համար է, ով որ հնդկա ձավար կամ ռուսերեն գրեչկա չի սիրում, այն նրանց համար է, շատ համով է, բայց մի հատ մինուս է, որ մի քիչ կծվոտ այլ է, չնայած տղամարդկանց համար նորմալ է, միսն էլ փորձենք, նորմալ է շատ, շատ համեղ է, ճիշտն ասած առավոտը մեր գամփրի համար պատրաստեցի, նույն կածավարից ու խոզի մսից, խոզի ավելորդ մասերը, որ խանել էի, մտածեցի կարելի է մեր համար էլ պատրաստել, պատրաստեցի, որովհետև ես որ ինչ որ պատրաստում եմ, ինքը լուսամուտի տակից իմ կողմ չի գնում, դրա համար առաջ իր համար եմ պատրաստում, հետո մեր, մի խոսքով շատ համեղ է, պատրաստեք ու կտեսնեք, որ ձեր տան անդամները ամեն անգամ կպահանջեն հնդկա ձավարով ուտեստ կամ գրեչկայով, մսով գրեչկա, мясо с гречкой, կարող է ինչ որ մեկն էլ ռուս հետևորդ լինի կամ պատահական անցնի իմ էջի կողքով, մեկ էլ մի խնդրանք, եթե դիտում եք, ուզում եմ իմանալ ձեզ դուր եկավ, դուր չեկավ, ինչ որ մտածում եք, թե բացասական, թե դրական, խնդրում եմ կոմենտների բաժնում գրեք, եթե դժվար չի, եթե դժվար է, անցեք թերթեք առաջ ձեր կյանքին, ձեր գործին, մինչ նոր հանդիպում, ասեք, որ շատ սիրուն է, Լիլիասը